Ընկերներ, բարև ձեզ, լավ եք, ապրիլի 7-ը պրծավ, մարտի 8-ը պրծավ, հիմա կարաք հանգիստ շունչ քաշեք։ Մեզ շատ հետաքրքրող, ամենամեծ հետաքրքրող հարցերից մեկը մեր պետության ուղղությունն է, չէ, որ ուղղությամբ, որ ասում են ուղղությունը Եվրոմիության, թե Ռուսաստանի կգնա մեր պետությունը, իբր թե մինչև հիմա ռուսական էր, հիմա ուզում են գնան Եվրոմիության մեջ, ստեղ երկու բան կա, տեսեք, ստեղ մարդիկ կան, որ կողմ են Եվրոմիությանը, մարդիկ կան կողմ են, որ Ռուսաստանին, չէ, բայց ստեղ ինչն է հարցը, այդ մարդկանց մեջ գոյություն ունեն ագենտներ, որ աշխատում են կոնկրետ այդ ուղղության վրա, հա, ու կան իմ նման մարդիկ, որ ոնց որ մնացած բոլոր մարդիկ ունեն ինչ-որ մի կարծիք, իրանց կարծիքով էսա լավը կամ էնա լավը, վեկտորի մասին է հարցը։ Հիմա ինչ նախ ոնց իմանանք օրինակ ագենտը որն է, ով է ագենտ, հա, հիմա մեկը կասի դու ես ագենտ, չէ՞, լիքը կան կստացի, այդ ծապուշ ասողներ, բայց ոնց իմանանք ով ագենտ։ Ագենտը այն է, որ ցանկացած այս կարծիքը կապ չունի ինքը որի կողմն է, պնդում է առանց հիմքերի, այսինքն ինքը ասում է, որ մենք պետք է դառնանք Եվրոմիության անդամ, ասիկի չի ասում ինչի պետք է դառնանք ու այդ ինչ հետևանքներ է տալու մեր թողնելու մեր երկրի վրա, ոչ մի հաշվարկ չի ներկայացնում է մենակ սենց դատարկ պոզիտիվ ինչ-որ մի բան, բա Եվրոպան լավ ապրում, որ մենք էլ միանանք, մենք էլ լավ կապրենք, հա, սենց քցողական մուֆտչիներն են սրանք են, մուֆտա քյաբաբ ուտողները, որ ասում է տեսա, որ եթե էլ իհարկե, հեսա, եթե միացան Եվրոմիությանը, քյաբաբը սենց թափելու է ծառերի վրա, աճելու է սենց նեխի թափի, մենք հավաքենք, տո չհավաքենք էլ, հնդիկներն են գալու հավաքեն, լավաշի մեջ փաթաթեն, տան մենք լափենք։ Այս է իրանց ներկայացրած, իրանց տեսլականը Եվրոպային միանալու իմաստը, բա հզորանալու ենք, հարստանալու ենք, չգիտես ինչ, ուրիշ ոչ մի արգումենտ չկա իրական, նույնը Ռուսաստանինը, եթե միանանք կամ նորից հետ գնանք Ռուսաստանին, որովհետև ուշադրություն, հիմա մենք Ռուսաստանի հետ չենք, շատերը խառնում են, թե հիմա նոր վեկտորն ուզում է փոխի, ոչ, վեկտորը փոխվել է 18 թվին, եթե վեկտորը փոխված չլներ, չէին կարա տենց բան իրագործեին 18 թվին Հայաստանում, ոնց որ չկարծան 8 թվին անել։ Այս մարդիկ ագենտներ են, որովհետև իրանք բերում են ու իրանք ուզում են իրանց ուզածը լինի, ոչ թե այն լինի, որը լավ է Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ լինի այն ինչը, որ իրանք ուզում են, կապ չունի ինչի համար են դա ուզում։ Իմ նման մարդիկ, երբ որ մենք ասում ենք ինչ-որ մի կարծիք, մենք նաև հիմնավորում ենք, ես ունեմ հիմնավորում, ես գտնում եմ, որ Հայաստանը հիմա չի կարա ու պետք չի Ռուսաստանից կդրվի կամ պետք է հետ գնա նորից ռուսական զոնա ինֆլուենս, ինչ ոնց են ասում, վեկտորը բլա բլա բլա, ինչի համար, որովհետև ստեղ շատ պրիմիտիվ բաներ կան, հա, չխորանանք են խորը քաղաքական եսի մինչերին, այլ լրիվ տնտեսական, մենակ պրիմիտիվ տնտեսական հարցերը, որ քննարկենք ու նայենք, կտեսնենք, պետք չի ստելնես եսի մինչ վոնդերկինդլնես կամ եսի մինչ քաղաքականությունի մեջ հասկացող լնես բան, հասարակ մաթեմատիկա է, մեր ապրանքների, չգիտեմ, 70-80%-ը գնում է Ռուսաստան, կապ չունի ոնց է, ինչ է, լավ է, վատ է, հիմա էդ է իրականությունը։ Մեր Հայաստանի աշխատողների 90%-ը, երևի 90-ից էլ բարձր, չի կարա ու չի կարում աշխատի եվրոպացիների հետ, որովհետև չունեն այդ պրիմիտիվ, այդ դաստիարակությունը, եվրոպական ձևի աշխատել, եվրոպական կուլտուրայի հետ աշխատելը, չունեն, լավ է, վատ է, ինչ որ, այդ է իրականությունը, հա գալիս է ռուսներից, օքեյ, թաղեմ ռուսների բոյը, բլա բլա, բայց հիմա այսօրվա դրությամբ այդ է իրականությունը։ Մենք երբ որ հայերը աշխատում են Հայաստանից Եվրոպայի հետ, եվրոպացիները չեն կարում դրան դիմանան։ Կարան շատ վերջում ասեն, հա, ապրեք բան, բայց ես գնամ մի հատ ուրիշ բան նայեմ,
Իրանք դա չեն հասկանում, որ դա վրից ցրել է։ Եվրոպական կուլտուրայի համաձայն իրանք չեն գալու քեզ ասեն կազիոլ ու քֆրտեն քեզ, որ դու ջոգ ես ասես վայ արա, ես վատ բան էի արել։ Իրանք ասում են հա եղավ շատ լավ ապրես, ճիշտ է, օ, ձեր հայկականը այնքան լավն է, բայց ես այսօր բանա կնիկս չի թողնում, ես ինչ անեմ, ասես ցրում են, եկրես գնում է։ Հայերը դա նկարագրում են որպես օ, տեսորորո Եվրոպացին ինձի գոված, այն անեկդոտի նման, որ ասում է պապա դասատուն ինձի գոված, ասեց քո գլոխը դդում է։ Այդ տոշնի անեկդոտն է։ Հիմա մեր ապրանքները պատկերացրեք Ռուսաստանը էլ չի ընդունում, ինչ ալնելու, կատաստրոֆա է ալնելու, հայկական ապրանքները բացի այդ կուլտուրայից շփվելու, հայկական ապրանքների որակները այնքան հետ են Եվրոպայից, հավատացեք, եսի ճիշտ ինֆորմացիա, ասենց օթից չեմ ասում, մի քանի տարի առաջ ես ինքս անձամբ ես ուզում էի զարգացնել Հայաստանում բիո արտադրությունը գյուղացիներին օգնեի համ փող չաշխատեի, պրոստը օգնեի, որ Հայաստանում բիոն զարգանար, բիո արտադրությունը ու մի քանի գյուղացիների հետ հանդիպած, մի քանի գյուղացիներից քիչ ուզեցա խոսալ, որովհետև զգացի, որ իրանք ես իմ ուրել։ Այն կամպանիաների հետ, որ խոսացի, մեկի հետ, որ խոսացի, ասեց ապեր այդ բիոն որն է, ասա լոգոն ոնց է, ինչ ձևի է, խփենք վրան տանք, ինչ այլ է, ցավը տանեմ, ախպեր ջան, հասկանում եք, այս էր մակարդակը, դե չեմ ասում սաղը տենց են կա մեջներ ինչ-որ տոկոս, որ իրոք բիո կարտադրեն, բայց հասկանում եք ինչքան հեռու է Հայաստանը եվրոպական որակով արտադրություն տալու, ես իմ քանի դար կտևի, եթե երբևիցե հասնենք։ Այսի երկրորդ մասը, երրորդ մասը, որը շատ տարօրինակ է, բայց այնքան հայերեն էս տուպոյավարի են վերաբերվում այդ հարցին, այնքան սենց բառ չեմ կարում գտնեմ, եթերային ասեմ, սենց դեբիլավարի են էլի վերաբերվում։ Ոնց որ այս վերջին հանդիպումը Պուտինի հետ, ինչ էր ասում Պուտինը։ Պուտինը ասում էր, եթե դու գնաք Եվրոպա, դուք ստանաք ես։ Հայերը ոնց են դա նկարագրում շատերը, վերագրում են, օ, սպառնալիք, տեսար Պուտինը ինչ ասեց, արա կազյոլը բան, տեսար, ասեց սենց ու Նիկոլը սենց ասեց, նենց է։ Այս մարդը ստիպած գերպետության ղեկավար, ստիպած ոնց որ 4-րդ դասարանի երեխուն բացատրում է, լսի ասում է, բալիկ ջան, տենց չի լնում, խաղու պարչի ես, եսի ձեր հայաթի բանը, քյաբաբնոցը չի, որ գաս մտնես շուստրավատլնես էդ ասում։ Մենք ձեզ որպես սատրուտնիկ, որպես, չգիտեմ, ինչ ընկերական պետություն եւ այլը տալիս են գազ 170-ով, բայց սաղ աշխարհին ծախում ենք 600-ով։ Եթե դուք ասում եք Ռուսաստան դու ով ես արա մենք հետում ենք Եվրամիություն, մենք էլ ձեզ կնայենք որպես էլ ոչ ընկեր ու էլ չեք տա 170-ով։ Էդի աշխարհի ամենանորմալ բանը Ռուսաստանը կլներ դեբիլ պետություն, եթե այդքան ձեւով շարունակեր 170-ով տա։ Հասկանում եք, դա այնքան պրիմիտիվ բան է, որ վաղը դիտեսման չեն էլ ասում, բայց էլ եմ ասում, թե ոնց է լավ ստիպած ես մարդը հելա ասեց, որ հանդիպման ժամանակ ներկայացեց, որ ասեց դուք լրիվ տուպո եք, չեք հասկանում, ինչ եք անում ձեր երկրի հետ։ Այս իլը մի հատ օրինակն է, տնտեսական առումով մենակ, ռազմականին վաբշե չեմ ասում, ռազմականին չեմ խորանում, որտեղ վտելիք ուրիշ հարցեր կան, դա թողնենք, դա էլ է կատաստրոֆա, բայց դա մի կողմ թողնենք, որտեղ եթե սովետ մեռնելու եք, էլ բան պետք չի, թե ռազմականը լավ է, վատ է, դրան չենք էլ հասնում։ Ինչ է ասում։ Այս էկոնոմիկական հարցերով այնքան է Հայաստանը կպած Ռուսաստանին, որ Հայաստանը չի կարա պոկվի կամ պոկվի ուր գնա, ինչ անի, հասկանում եք, բայց մերոնք ոնց են ներկայացնում, դա ներկայացնում է որպես Ռուսաստանի կողմից ագրեսիա։ Այն դեպքում, որ այդ մարդը սովորական ասում է, լսեք, որ եթակ դուք են երկիր, մենք էլ սենց կանենք, դուք էլ այս բանը կընկնեք։ Իսկ ստեղ ինչն է կարևորը, տեսեք, ստեղ գալիս է էլի նույն ագենտների պահը, որ
ագենտը ուզում է որ մեր երկիրը վեկտորը փոխի այսին ճուղությամբ, այնի ճուղությամբ, որտեվ ինքն է ուզում։ Իրան առել են, ինքը կամ դեբիլ է, կամ չգիտեմ, իր սիրտը ընդեղա կապ չունի այդ ինչի համար է ուզում, բայց ուզում է իր ուզածով լինի։ Նույնն էլ էսա, երկրի ղեկավարը կարաս թե իրան պայի լակոտի նման ու փուրը տա մեր երկիր, ասի չէ, ես չեմ ու ձեր ինադու ռուսներ, ձեր ինադու ձեզնից պետք է կտրվեմ, հա? Okay, հա, հետո ով է տուժելու։ Հասկանում եք, ով է տուժելու։ Տուժելու է մեր երկիրը ու մեր ժողովուրդը։ Լակոտների պատճառով, իրանց երեխայականը մի քիչ մաքուր է, բայց sense իրանց կամ ծախված լինելու պատճառով, կամ ագենտ լինելու պատճառով, կամ իրանց լակոտության պատճառով, որ ինչավոր իրանց պրինցիպի իրանց ասած լինի, կամ վախից, որ գիտեն հանգարց չլինի, իրանց սատկացնելու են։ Բոլոր դեպքերում էլ տուժողը լինելու է ժողովուրդը, ու այն ժողովուրդը ինչ են անում, սկսում են խաբել։ Գալիս են արդեն աշխատանքի են ասնում այդ ագենտները, այս էտապում։ Սկսում են մարդկանց խաբել, տեսեք էսի, տեսեք էնի, այնքան պրիմիտիվ տուպոյ բաներ են ժողովրդի առաջ լցնում։ Իսկ աշխատեմ ամեն անգամ ինչ-որ մի թեմա ներկայացնել, որ տենակ կասի կարա, իսկականից, ես մեզ էշի տեղ են դրես, ինչեր են խաբում։ Հասկացեք, Եվրոպայի ոչ մի բանին պետք չի Հայաստան, հասկանում եք, Եվրոպան ոչ մի բան չունի Հայաստանի հետ։ Նույնն էլ Հայաստանը չունի, տենց որ վրոդի մենք եվրոպեյսկի ազգ ենք, եսի ինչ է, էդի կապ չունի, էդի որ մենք սկսեմ առաջինից, որ մենք քրիստոնյա ենք, նրանք էլ են քրիստոնյա, вообще կապ չունի էդի։ Որ մենք իբր թե շալվար ենք հագնում, ոչ թե հնդկական շորեր, էդի էլ հեչ կապ չունի եվրոպացիների հետ, որ ասենք Եվրոպան գժվում է մեր համար, հա։ Եվրոպայի համար մենք չկանք ոչ մի ձևի, ոչ մի կապ չունենք իրանց հետ, սկի հասարակել եմ ասում, շփման ձև չգիտենք եվրոպացիների հետ, հասկանում եք, Եվրոպային մենք մենակ պետք է որ Ռուսաստանին լինենք ինչ-որ մի գործիք օգտագործեն Ռուսաստանի դեմ այս պահին, որովհետև իրանք թշնամաբար են վերաբերում Ռուսաստանի, մեզ օգտագործեն ռուսների դեմ կռվելու, վсё, ուրիշ բան չկա։ Հիմա թե կրճոններ կտան, 2 միլիոն ստե կտան, մի 10 միլիոն ընդե կտան, մի 100 միլիոն ընդե կտան, կան որ աղքատ պետություն է կիսասոված։ Իրանց համար էդի 100 միլիոնը, 10 միլիոնը եկա փողեր, տեսեք Եվրոպան մեզի տվեց։ Եվրոպայի համար այդ 100 միլիոնը, 1 միլիարդը, 10 միլիարդը ոչ մի բան է, կրճոն է, լուրջ եմ ասում։ Այնպես կրճոնները ախր այդ թվերը որ Հայաստանում չկա, այտենց մարդկանց համար դե եսի ինչ է, վաու, դες Եվրոպան ինչքանի մեզ սիրելի, բա, այտենց տարավ այտենց եկավ, ասեց ջանդամը մենք սոված կսատկենք, բայց Հայաստանը տիկի ապրի։ Մենք մեր փողերը տալիս ենք Հայաստանին։ Մենք ջանդամը կեթանք խոտ կուտենք, բայց հայերը տիկի քյաբաբ ուտեն։ Ու անպայման ռուսներից զրկվեն։ Այսքան լացելու աստիճանի խնդալու բան է, կամ խնդալու աստիճանի լացելու։ Իսկ ժողովուրդը այնքան որ ապրում է սենց անկյունում նետված, ինֆորմացիայից զրկված, իրանց համար այս բաները անհասկանալի է ու ես ինչ հեքիաթներ է։ Դե լավ, շատ չերկարացնեմ, համեն մտնում եմ թունել, լավ եղեք, կշարունակեմ այս թեման, որովհետև կարևոր է, պիտի մեր ժողովրդին բացատրենք, որ ժողովուրդ, այդպես մի ոգևորվեք, թե Եվրոպան, ահա, հեսա կոյիկյալի, մեզի թրկելի, դες բան չկա, լավ եղեք, առայ